շինարարություն իրականացնել որակով եւ սահմանված ժամկետում։ Սա է շարունակում լինել գլխավոր պահանջը մեր շինարարներից։ Մյուս ակնկալիքը կարողությունների շարունակական կատարելագործումն է։ Օգոստոսի 7-ին Հայաստանում նշվել է Շինարարների օրը եւ Հայաստանի Շինարարների միության գործունեության 30-ամյակը։ Միջոցառմանը ներկա են գտնվել օրենսդիր եւ գործադիր մարմինների պաշտոնյաներ, շինարարության ոլորտի ներկայացուցիչներ։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհավորելով շինարարներին բարձր է գնահատել նրանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ընդգծելով, որ շինարարությունը մշտապես եղել է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր հենասյուներից մեկը։ Եվ արձանագրեցինք, որ շինարարական կազմակերպությունների հետ այս տարվա մեր բոլոր պայմանավորվածությունները ամենախոշոր ծրագրերից մեկը, որը 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրն էր, հաջողությամբ իրականացվել է պլանին համապատասխան եւ մենք վստահ ենք, որ տարին ավարտվելու է ամբողջովին կատարված։ Սա շինարարական կազմակերպությունների կողմից հարցի վերաբերյալ իրենց պատասխանատու մոտեցման եւ մեծ աշխատանք կատարելու արդյունք է։ Ներկայումս ընթացքի մեջ են 76 դպրոցների կառուցման աշխատանքները, որոնց շինարարությունը նախատեսվում է ավարտել 2027 թվականին։ Միաժամանակ ընթացիկ տարում կամբողջացվի հաջորդ 300 դպրոցների ցանկը, որոնց կառուցման մեկնարկը կտրվի 2027-ից 2028 թվականներին։ Նախագծերի իրականացման համար առաջիկա 3 տարիներին նախատեսվում է հատկացնել տարեկան 150 միլիոն դրամ, ինչը փոխվարչապետի գնահատմամբ աննախադեպ ցուցանիշ է։ Շնորհավորանքներ ուղղեց նաև Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը, շեշտելով, որ կրթության ոլորտում կատարված մեծածավալ աշխատանքները նոր գույներով են լցրել բնակավայրերը։ Այսօրվա 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրերը նաև ինչ շարունակությամբ հետևելու են նաև մշակութային եւ սպորտային հաստատությունների լրացմամբ։ Ողջևորվում եմ, երբ որ տեսնում եմ շինարարության անմիջապես եւ դրա որակի անմիջապես ազդեցությունը մեր քաղաքացիների կյանքի որակի վրա։ Եվ շատ կարևոր է, որ այս բոլոր գործընթացներում մենք մեր արածի կապը մարդկանց կյանքի հետ իսկապես այդ ակնհայտությամբ տեսնենք։ Նշենք, որ 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 2025 թվականին նույն ամիսների համեմատ շինարարության ծավալն աճել է 24.5%-ով եւ կազմել 282.2 միլիարդ դրամ։ Միջոցառման ավարտի մասնագետներին շնորհվել է քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար ոսկե մեդալ եւ շնորհակալագիր։ Լուիզա Սարգսյան, Սերյան Հակոբյան, Հորիզոն։